Ինչպես ասում է ժողովրդական խոսքը, կյանքում ամեն մարդ պետք է տուն կառուցի, ծառ տնկի եւ որդի ունենա։ Նովել մասիվում մենք օգնում ենք մեր ապագա բնակիչներին այս ավանդույթը չխախտելու հարցում։ Դե նկատի ունեմ տուն կառուցելն ու ծառ տնկելը էլի։ Այսօր Նովել մասիվի ապագա բնակիչները հավաքվել են Տոր-Քանգեղի այգում, որպեսզի նախորդ ծառատունկի ընթացքում տնկված 500 ծառերին ավելացնենք եւս 460-ը։ Լիքոտ լինի, կարողանա մարդիկ շնչեն, որ թթվածինը շատ լինի եւ մարդիկ անուշ թթվածին շնչեն։ Օդի վերափոխման եւ բնության նոր առաջընթացի համար։ Դե որ զարգանա պարկը, մեծանա, սիրունանա։ Էկոլոգիան զարգացնելու համար, որ ծառերը քիչ կտրեն, այլ ավելի շատ տնկեն, որպեսզի մեր օդը շատանա։ Առաջինը հարմարավետությունը, բնակարանների ընդհանուր կառուցվածքը, թե ինչպես էր կտրվածքներն արված, նաև մոտ էր մեր նախկին տանը, ընդհանրապես փողոց էինք անցնում այնտեղ էր, մոտ կլինենք մեր հարազատներին, նաև այգու առկայությունը շատ կարևոր մեզ համար, որովհետև կանաչ մոլորակի սկիզբն է դրվում, մեր երեխաների ապագա առողջության համար շատ կարևոր է ինձ թվում է։ Ամենակարևորը երևի թե այս այգին էր, որովհետև պետք է մաքուր շնչենք, ու այս այգին էլ շատ լավ հնարավորություն է։ Իր դիրքը ամենակարևորը եւ ամենառաջին իմ համար։ Այս այգին ինձ համար շատ հաճելի է գալ, տունը կստանանք ու քանք շատ լավ կհանգստանանք ու ծորներից կբերեմ այստեղ հանգստանալու, շատ լավ թաղ է։ Նախ տասապրոյեկտը, հետո որ տեսանք այսքան բանն անելու, շատ ոգևորվեցինք, որովհետև ինչ-որ նորություն է պետք, այս նորությունը շատ առավելություն էր և արդեն փաստ է, որ լիքը բաներ է կատարվում և շատ խանդավառ ենք և ավելի բնակիչներին սենց ինչ-որ ակտիվիտիներով բան անելը շատ պլաս է։ Ու բացի այդ մենք ունենք նաև ուրիշ ընկերներ, որոնք մեր հետ վերցրել են այստեղ բնակարան ու ոնց որ ոչ միայն համալիրի մասին ու տարածքի մասին, այլ նաև բնակչության ու այն մարդկանց, ում հետ կիսելու է համալիրը։ Ես իրականում ստեղ մոտիկ եմ ապրում ու ամեն օր գործի գնալուց, ամեն օր հելը ոչ մի բան չկար ստեղ, մենակ ընդհանրեն պլակատներ, ամեն օր ասելուց ասում եմ այստեղ կապրեի ես, այստեղ հենց հավեսով կապրեի։ Բնակարանի ոնց որ պլանն էլ էր շատ հարմար եւ ոնց որ մենք միանգամից նույն օրը ես ու ընկերուհիս մոտեցանք օֆիս ու համարը միանգամից որոշումը կայացրեցինք։ Չնայած շինարարական աշխատանքների ընթացքին մենք արդեն հասցրել ենք մեր ապագա բնակիչների հետ տոնել Վարդավառը, կազմակերպել բաց դռների օր, 2 լայնամասշտաբ ծառատունկ եւ ամենահետաքրքիր միջոցառումները դեռ առջևում են։ Քանի որ Նովել մասիվը պարզապես բնակելի համալիր չէ, այստեղ ձևավորվում է համայնք, որի բնակիչներին միավորում է ջերմ ու խաղաղ միջավայրում տուն ունենալու երազանքը։ Եթերում Նովել Նյուզներ, եւ եթե այսքանից հետո էլ դու դեռ չես կողմնորոշվում, թե որտեղ է քո երազանքի բնակարանը, ուրեմն ես էլ արդեն չգիտեմ։ Դե բոլորն էլ ով առաջի անգամ ստեղ գա կուզի, որովհետև իր հարազատ տեղը կդառնա առաջինից։